Լիցներ բարև ձեզ։ Մենք այսօր կքննարկենք իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այսօր Եմենում։ Հիշում եք, որ մենք նշել էինք, որ երեք Եմենից, այս տարածքից, տեսնում եք Եմենի տարածքը այստեղ, կապուտով այստեղ նշված է այն տարածքը, որը վերահսկվում է Եմենի կառավարության կողմից, դուք տեսնում եք այդ տարածքը, դեղինով նշված է Ալ-Կաիդայի կողմից վերահսկվող տարածքը, իսկ կարմիրով նշված է Անսար Ալլա տերորիստական խմբավորման կողմից, հութիների կողմից վերահսկվող տարածքը, այդ թվում մայրաքաղաք Սանաան։ Ալ-Քաիդան նաև տերորիստական խմբավորում է, բայց սուննիտական, իսկ Անսար Ալլահը շիիտական։ Այստեղ շիիտներ են բնակվում, եւ հիշում եք, մենք երկար ժամանակ խոսում ենք նրա մասին, որ այս հատվածում ծովի, որը շատ մեծ կարևորություն ունի եւ կապում է Սուեցի, ուրեմն ջրանցքը, կապում է ուրեմն Հնդկական օվկիանոսի հետ եւ ընդհանրապես միջազգային առևտրի համար կենսական ուղի է այս հատվածը, այստեղ եմենական այդ հութի տերորիստները ծավալում էին հարձակումներ տարբեր միջազգային առևտրում ներգրաված նավերի վրա, բայց այս պահին ամենակարևորը այն է, որ երեք եւ մենք դա մեր վերլուծությունում նշեցինք, հութիները կարողացել են այստեղից բալիստիկ հրթիռ կրակել միջև Երուսալիմին մոտ գտնվող ուրեմն իրականում Երուսալիմի եւ Թել Ավիվի միջև գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը։ Մենք հիմա կգտնենք այդ օդանավակայանը, այստեղ է Բեն Գուրիոնը, տեսնում եք Երուսալիմը այստեղ է, Թել Ավիվը այստեղ է, Թել Ավիվին մոտ է իրականում, բայց կարելի ասել, որ նաև սպասարկում է Երուսալիմը իհարկե, եւ ամբողջ Իսրայելը 2000 կիլոմետր է բաժանում ուրեմն Եմենի տարածքը եւ Իսրայելը, Բեն Գուրիոնի օդանավակայանը, բայց կարևորը այն է, որ բալիստիկ հրթիռ են կիրառել։ Դա ինչ է նշանակում, որ բալիստիկ հրթիռը այստեղից բարձրացել է այնպիսի աստիճանի բարձրունքի վրա, որից հետո կինետիկ ուղղությունով է արդեն մուտք գործել Իսրայելի տարածք եւ խոցել այն հնարավոր արդեն չէ վերջի հատվածում, երբ ինքը արդեն ընկնում է Իսրայելի տարածքում կամ որևէ տարածքում, եւ բալիստիկ հրթիռների մասին է խոսքը, եւ այն պետք է խոցված լինի կամ օդում միջև գա եւ դա շատ բարդ է անել, որովհետեւ շատ բարձր է թռիչքը, բալիստիկ հրթիռի թռիչքը հենց այդպիսին է, բայց մյուսը հնարավորությունը խոցել հենց Եմենի տարածքում, երբ ինքը սկսում է իր թռիչքը։ Իսրայելական ուժերը իրականում կարողանում են խոցել այսպիսի բալիստիկ հրթիռներ, հարցը նրանում է, որ երեք կիրառել են 26 բալիստիկ հրթիռ եւ դրանցից 25-ը կարողացել են իսրայելական ուժերը խոցել, մեկը չեն կարողացել եւ այդ մեկ բալիստիկ հրթիռը հասել է միջև Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայան, որը ամենակարևոր օդանավակայանն է, հարվածել է մոտավորապես մենք գիտենք, որ այս հատվածում իրականում օդանավակայանին չի կպե, այլ հատվածել է մոտավորապես, այստեղ տեսնում ենք parking, այս parking-ի ու ճանապարհի միջև մոտավորապես միտեղ այստեղ, որովհետև իրականում վնաս չի հասցրել, բայց 8 մարդ տուժված են ավտովթարների հետևանքով, որը տեղի ունեցավ դրա զուգահեռ լուրջ մասշտաբի եւ ծավալի հրթիռ բալիստիկ չէր, որ ստեղծեր ինչ-որ մեծ խնդիրներ, բայց դա նաեւ ցույց է տալիս, որ ինչպես իսրայելական ուրեմն հակաօդային պաշտպանության տարբեր ձևաչափերը, այդպես էլ ամերիկյան, որը ՏՀԱԴ-ը, որը այդտեղ տեղակայված է, չկարողացան այդ մեկը խոցել, մեծ մասը խոցել են, 95%-ը խոցել են կարելի ասել, մեկը չեն խոցել, այն էլ հարց կա, որ ոչ թե խնդիր է ստեղծվել չխոցելու հետ, այլ հենց հրթիռը, որը պետք է խոցեր այդ կոնկրետ հրթիռը 26-րդը չի կարողացել այդ հրթիռի հետ է եղել հակաօդային պաշտպանության հրթիռի հետ է եղել խնդիր, տեխնիկական խնդիր, որի հետևանքով, ինչպես ես արդեն նշեցի, Իսրայելում լուրջ խնդիր է ստեղծվել, որովհետև Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանում
չեղարկվել են մի շարք թռիչքներ եւ մի շարք միջազգային ուրեմն սպասարկողներ այդ թռիչքների, քաղաքացիական թռիչքների մասին է խոսքը, հրաժարվում են իրենց ուղուց հիմա դեպի Թել Ավիվ եւ դեպի Իսրայել, որովհետեւ Բեն-Գուրիոնը գլխավոր օդանավակայանն է ամբողջ Իսրայելի սպասարկող միջազգային առումով։ Հիմա այսօր արդեն Բենյամին Նետանյահուն մեկնել է ուրեմն պաշտպանության նախարարություն եւ այնտեղից մասնակցել է կառավարման մեջ պատասխանի, որովհետեւ Իսրայել Կացը Իսրայելի անվտանգության ուղղությունով պատասխանատուն եւ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ 7 անգամ ավելի հզոր հարված կստանան նրանք, ով հարձակվում են Իսրայելի վրա։ Եվ ինչ ենք տեսնում մենք այսօր, շատ կարևոր իրադարձություններ, որոնք տեղի են ունենում այստեղ։ Առաջինը շատ մեծ ծավալի հարձակումներ Սանայի վրա, մայրաքաղաքի վրա։ Տեսնում եք մայրաքաղաքը, Իսրայելը ամբողջությամբ ոչնչացրել է ուրեմն Սանայի միջազգային օդանավակայանը, գլխավոր օդանավակայանը, խոսք է գնում նրա մասին, որ ոչնչացված են բոլոր տերմինալները եւ բոլոր հնարավորությունները սպասարկել այս օդանավակայանը, ամբողջությամբ օդանավակայանը ոչնչացված է կարելի ասել, որի հետևանքում 3 մարդ է զոհվել եւ 38 մարդ է ուրեմն տուժել, ինչպես նաեւ հարվածներ են տեղի ունեցել բացի օդանավակայանից նաեւ մի շարք ուրիշ ուղղություններով, այդ թվում դա ներառում էր տարբեր գործարաններ, տարբեր էլեկտրոկայաններ եւ շինարարության համար նախատեսված ուրեմն տարբեր վայրեր։ Մենք հիմա նաեւ ձեր հետ կդիտենք հարձակման կադրերը։ Եվս կադրեր։ مصنع سمنت عمران حسبنا الله ونعم الوكيل على كل ظالم على من أراد دمار البلاد. مع سمنت عمران لا إله إلا الله حسبنا الله ونعم الوكيل. مصنع سمنت Սա արդեն Սանայի միջազգային օդանավակայանի կադրերը պետք է լինեն։ بالتالي هذه هي الصورة الآن. اسمح لي أن أنوه على ما يبدو غارات في اتجاه الآخر، فقط أشير إلى أن هناك غارات في اتجاه آخر تماما من العاصمة صنعاء، وهو الاتجاه الغربي. الآن نلاحظ تصاعد الدخان من الاتجاه الغربي وبالتحديد Սա երեկվա հարձակման هنالك 6 կադրերն են։ مصنع اسمنت Այստեղ երևում են նաև հարձակումների կադրերը, տենում եք։ Մի խոսքով շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, հարձակվել են նաև այս հատվածում։ Այստեղ տեսնում եք, որ գտնվում է շինարարության համար ցեմենտի գործարան, եւ այս գործարանն է ոչնչացվել։ Բացի դրանից հարձակումը տեղի ունեցել Ալ-Հուդայդա ուրեմն նավահանգիստի ուղղությունով, եւ տեսնում եք այստեղ այդ նավահանգիստն է գտնվում, այդտեղ են հարձակումներ տեղի ունեցել, ինչպես նաեւ այստեղ սա նաեւ գործարան է, որը գտնվում է ափին։ Ընդհանուր առումով այս պահին այսքանը այսպիսի հարձակումներ են, նաև այստեղ մեկ հատված է, եւս մեկ ցեմենտի շինարարության համար նախատեսված գործարան է, բայց ամենակարևոր հարձակումները դուք տեսնում եք, որ Սանային է վերաբերվում, Սանայում հոսանք չկա այս պահին եւ շատ ծանր իրավիճակ է ընդհանուր առումով հութիները ասում են, որ սկսելու են ընդհանրապես
այնպիսի բալիստիկ հրթիռներ կրակել Իսրայելի հանդեպ, որ Իսրայելի օդային տարածքը ամբողջությամբ փակ մնա երկար ժամանակի ընթացքում։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանն է պատասխանատու այս գործողությունների համար, այլ ոչ թե հութիները, եւ որ Իրանն է այս աջակցությունը ծավալում եւ այս հարձակումները ծավալում, եւ Իսրայելը երբ կհամարի եւ ինչպես կհամարի, կպատասխանի ինչպես հութիներին, այդպես էլ Իրանին այս գործողությունների համար։ Մոտավորապես 20 հարված է հասցրել Իսրայելը հութիների կողմից վերահսկվող տարածքի վրա։ 2 ժամ առաջ էր մոտավորապես սա տեղի ունենում եւ հետևանքները դեռ շատ ակտիվ են եւ կարելի ասել սա լուրջ հարձակումներ է։ Իսրայելի հետ միասին Միացյալ Նահանգներն են ըստ տվյալների մասնակցե այս հարձակման մեջ։ Հարցը նրանում է, որ հութիները երեկվա այդ հարձակումը Բեն-Գուրիոն օդանավակայանի վրա հայտարարել են ինչպես շատ մեծ հաղթանակ եւ ասել են, որ այդ մեծ հաղթանակի հետևանքում շարունակելու են օդային բլոկադա, օդային շրջափակում Իսրայելի, ինչը նշանակում է, որ խոցելու են Իսրայելին ամեն օր այդ բալիստիկ հրթիռներով եւ դրա միջոցով պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ Իսրայել թռիչքներ ընդհանրապես չլինի, նկատի ունեմ քաղաքացիական ավիացիայի թռիչքներ։ Ուստի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շատ լուրջ դիրքորոշված են հիմա, որ Եմենում Սանայի ուղղությունով եւ ընդհանրապես հութիների հարցը սկսեն ակտիվորեն լուծել, որովհետեւ այդ հարցը լուծել է պետք։ Նաեւ կա խնդիր նրա, որ իրականում այս տարածքում ցամաքային օպերացիա է պետք անցկացնել, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն ուզում իրանք անցկացնել ցամաքային օպերացիա, եւ հիմա խոսակցություն է գնում, որ կարող են օգնել կենտրոնական իշխանությունը, որ ծավալի այդպիսի ցամաքային օպերացիա եւ Սաուդյան Արաբիան նաեւ որ իր դերը եւ մասնակցությունը ունենա, նախկինում եղել է մի այդպիսի ցամաքային օպերացիա, որը հաջողության չի հասել, որովհետեւ շատ բարդ իրավիճակ է այդտեղ իրականում։ Եթե տեսնեք, մոտիկից տեսնում եք, որ այստեղ սարեր են եւ բարդ ռելիեֆ է եւ այդտեղ ցամաքային օպերացիա անցկացնել տերորիստների հետ, որոնք այդտեղ լավ ամրապնդված են, դա նման է Աֆղանստանին եւ որևէ մեկը չի ուզում նոր Աֆղանստան, բայց մյուս կողմից այստեղ այս կարևոր վայրում գտնվող շիիտական տերորիստական խմբավորումը նաեւ լուրջ խնդիր է։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս թեման կշարունակվի զարգանալ, իսկ մենք կշարունակենք նաեւ հետեւել այս կարևոր զարգացումին, որը գիտեք, որ կապված է ուղղակի Գազայի վրա, հա, ասեմ, որ վրացերեն է Գազա եւ օգտագործելով վրացերեն շատ հաճախ, մեծամասնությունը իմ օրերի ես վրացերեն ավելի շատ եմ օգտագործում, քան հայերենը կամ ուրիշ լեզուները, դրա մեկ-մեկ օգտագործում եմ վրացական բառեր, ինչպիսին է Գազա խոսքին, բայց հայերեն գիտեմ, որ Գազա է եւ մեկ-մեկ լինում է շփոթում եմ տարբեր լեզուներում տարբեր անունների պատճառով հուսով եմ կհասկանաք այս ուրեմն իրավիճակը, որովհետև մեկնաբանություններում տեսա, որ հարցեր կային հենց սրա հետ կապված, թե ինչու եմ մեկ-մեկ Գազա կամ Գազա ասում եւ տարբերում։ Հիմա կարծում եմ հասկանալի է։ Ուստի Գազայի առումով կարծում եմ այդ գործողությունները, որը Իսրայելը պետք է սկսի, Գազայի գրավելը, որի մասին մենք ձեր հետ վերլուծություն երեք արեցինք եւ խոսեցինք, այդ փաստը հաշվի առնելով Եմենը եւ Եմենի հութիները ակտիվացնում են Իսրայելի դեմ հարձակումը, ասելով, որ Գազայում գործողությունների ի պատասխանա դա, բայց դեռ չի սկսվել Գազայում այդ գործողությունները, պետք է համարենք, որ իրավիճակը ել ավելի կարասրվի։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք։